Պարոն Սիմոնյան, վարչատարածքային բաժանումասին օրենքի հետ կապված կարողացաք ցիտել ընդհանրեն դրական օրենսգրքի դրույթները, որտեղ սահմանվում է արտահերթ եւ հերթական ընտրության օր նշանակելու մասին եւ այն պնդման իմ գործընկեր պարոն Մինասյանի, որ դուք օրենքի խախտման եք բերել այդ նախագիծը, պնդեցիք, որ խոյ համայնքի ղեկավարը ընդհանրեն գրություն է ուղարկել վարչատարածքային բաժանման մասին եւ համայնքների միավորման մասին հստակ այցակարգ կա, որտեղ ասում է համայնքներում պետք է իրականացնեք լսումներ, դաշտային քննարկումներ, գրասենյակային լսումներ, որի արդյունքում փորձեք բերել նախագիծը, դրա փոխարեն կարող եք պարշիտակ հնչեցնել, որ դուք վաղարշաբաթ համայնքում չունեք ձեր սրտի թեկնածուն, փորձում եք խոյ համայնքը միավորվել մեծ դժգոհությամբ Այսպես, որպեսզի կարողանաք ձեր թեկնածուին ինչպես Շիրակում չստացվեց, նշանակեք եւ փորձեք վարչական լծակները տակը թնելով կարողանաք ձեր ցանկալի արդյունքին հասնել, որը կարծում եմ չի ստացվելու։ Եկեք ստեղ անկեղծ ասեք, օրենսդրությամբ խախտման նախագիծ եք բերել, հրատապություն ինչով է պայմանավորում եւ առոգանությամբ ասում եք ընտրական օրենսգրքի խախտմամբ։ Ինչ խախտմամբ, ինչ օրենսգիրքն եք ցիտում ստե։ Դուք խախտման բերել եք օրենք հստակ, առանց համայնքային լսումների, հանրային լսումների, եթե կան այդպիսի կարծրագրությունները, խնդրում եմ ներկայացնեք ազնաժողովին, որպեսզի կարողանանք ծանոթանալ եւ հասկանանք։ Եկեք անկեղծ եղեք եւ ժողովրդին մի փորձեք խեղաթյուրել ձեր բառերի այսպես իրավական հիմնավորումներով։ Պարշիտակ ասեք, որ խախտման նախագիծ ենք բերում, որպեսզի կարողանանք մեր խնդիրը լուծենք քաղաքական։ Շնորհակալություն, հաջորդիվ Արման Եղոյան, համեցեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու հեծի հետ կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել, ճիշտ են ձևով, երբ ԶՊՄԿ-ի 24%-ի ժամանակ էիք ասում խլել, այն դեպքում, երբ դա ձեզ է վերադարձվել, դուք հենց անձամբ ձեզ։ Խլվել այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է Հայրուզ գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց Այդ ժամանակ Հայաստան ձեզանից, մեզանից խլել են հեծը եւ տվել են մասնավորին 2002-ին։ Չգիտեմ կհիշեք թե չէ, ու այնքան վատ այն ժամանակ կառավարվել, որ 15-ին հեծը կանգնեց ճգնաժամի առաջ ու հանձնվեց ներկա սեփականատերերին։ Հետո ոչ այնքան վատ ինչքան նախկինում, բայց էլի այնքան վատ կառավարվեց, որ հիմա մեկ այլ ճգնաժամի առաջ են կանգնած։ Ու դրան գումարած էլ չասած ձեր հարակից խնդիրները, այնպես որ կողմնորոշվեք ով է խլում եւ ումից է խլում կամ ով է վերցնում եւ ումից է վերցնում եւ դուք այս շահերի բախման որ կողմում եք կանգնած հեծի սեփականատերերի կողմում եք թե Հայաստանի Հանրապետության կողմում եք դա էլ որոշեք Շնորհակալություն պարոն Եղոյան Բաբկեն Թունյան համեցեք պարոն Թունյան Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես զուտ ընթացակարգի հետ կապված երկու հարցի անդրադառնամ, որպեսզի նաև մեզ լսողների համար պարզ լինի, ինչու համար է գումարվել արտահերթ նստաշրջան, որովհետև ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան հունիսի վերջին նստաշրջանը 3 օրից ավել չէր կարող տևել։ Այդ 3 օրվա մեծ մասը գնաց բյուջետային քննարկումների վրա եւ օրակարգում արկա նախագծերը մնացին չքննարկված, իսկ դրանց մեջ կային նախագծեր, որոնք ամիսներով քննարկված էին, համաձայնեցված էին եւ դրանց ընդունումը բխում է մեր քաղաքացիների եւ տնտեսության շահերից։ Ընդ որում կան երկու նախագծեր, որոնք մեր հանձնաժողովը ինքն էր առաջարկել, որպեսզի 24 ժամանոց ռեժիմով քննարկենք երկրորդ ընթերցումը, որովհետեւ դրանք իրոք բավականին հրատապ են ու նախագծերի մասով ավելի բովանդակային, երբ որ դրանք քննարկվեն, կարող եք հարցեր տալ, կպատասխանենք։ Եվ ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի հարցին, Գեղամ Մանուկյանի,
որ հարցնում էր ինչպես են այդ առաջարկները ներառվելու նախագծում կառավարության կողմից ներկայացված առաջարկները առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում ունենալու ենք ժամանակ, այդ ընթացքում ունենալու ենք հանձնաժողովի նիստ եւ հանձնաժողովի նիստի ընթացքում այդ առաջարկները քննարկվելու են եւ ընդունվելու կամ չեն ընդունվելու։ Իհարկե համաձայն եմ, որ արագացված ռեժիմով է, բայց 3 ժամ չի, որտեղ ինչպես պարոն Մինասյանը նշեց, հունիսի 25-ից նախագիծը գտնվում է ազգային ժողովի կայքում եւ ըստ անհրաժեշտության մեր падգամավորները կարող են դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնել։ Մնացած հարցերին արդեն առանձին նախագծերի բովանդակային քննարկման ընթացքում կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան, համեցեք, պատրաստվի Վահե Ղալումյանը։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Իմ քայլը դաշինքի 96-րդ համարը եղած եւ հետո 2021 թվականի գարնանային տրանսֆերային պատուհանի ընթացքում Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է հեծը խլելու նախագիծ է։ Տիկին Գրիգորյան, իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու մա տվել։ Այսինքն իմ քայլը դաշինքում ձեր եղած կարճ ժամանակահատվածի ընթացքում ինձ թվում է գոնե փորձառու գործընկերներից կհասցնեիք կամ հասցրած պիտի լինեիք լսել ու սովորել, թե ինչն են խլել, ումից են խլել, ոնց են խլել, օրինակ ԶՊՄԿ-ում այդ ոնց է էլի Վահե Հակոբյանի տենց ընտանիքը կամ տենց մերձավոր շրջապատը փայատեր դարել, ասենք Վահե Հակոբյան ԶՊՄԿ-ը, մի հատ ասեք էլի, այդ անուններն իրար կողք, մի հատ արտասանեք էլի, փորձեք հասկանանք։ Հա, իդեպ Վահե Հակոբյանի կուսակցությունից էիք, չէ՞, դուք նաև իմ քայբանի դաշինքում մտել, Քոչարյանի դաշինք մտել։ Վահե Հակոբյանը գնաց իր թիմով, բայց դուք էլի մնացիք, այսինքն մի հատ էլ թիմի ներսում եք ոնց որ տրանսֆեր եղել, ես ինչքան հասկանում եմ, Տիկին Գրիգորյան։ Ինչ բան։ Չի եղել տենց բան։ Չի եղել։ Հիմա կարա տենց այդ սուտը շարունակեք պնդել տենց ցեզ ենթակա որոշակի լրատվամիջոցներով, բաներով, բայց չի եղել տենց բան։ Շնորհակալություն։ Հա, պարոն Աղվան Վարդանյան, ձեզ էլ դաշնակցությունը հեռացրել էր, հիմա իրար հետ դաշինքով եք, չէ՞, ոնց որ։ Շատ ֆանտաստիկ է։ Շնորհակալություն։ Վահե Ղալումյան, համեցեք։ Լրություն դահլիճում։ Դահլիճում լրություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի վերաբերյալ ուզում եմ հնչեցնել այն միտքը, որ բավականին երկար ժամանակ այդ նախագիծը քննարկվել է մեր հանձնաժողովի հետ, հանձնաժողովը 3 այց է կատարել համայնք, վերջի այցը եղել է ուրբաթ օրը, մենք այցել ենք Խոյ համայնք, այցել ենք Էջմիածին համայնք, Մարզպետարանում ենք մեծ քննարկում կազմակերպել եւ ամբողջությամբ կարող եմ ասել, որ տարածքի բնակչության հիմնական կարծիքին տիրապետում ենք եւ այստեղ օրենքի խախտման ոչ մի նախագիծ ներկայացված չէ, օրենքի նախագիծը ներկայացված է օրենքի պահանջին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերվում է հեծի մասով, ուզում եմ ավելացնել, որ դեռ անցած տարվա 24 թվականի սեպտեմբեր ամսին ազգային ժողովում 2-3 անգամ քննարկում է անցկացվել հեծի վերաբերյալ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար էներգետիկայի մասով Հակոբ Վարդանյանի ներկայությամբ ուզում եմ ասել, որ հեծի խնդիրը Հայաստանում ապրող ցանկացած մարդու հետ առնչություն ունի եւ կառավարությունը եւ պետությունը այլևս իրավունք չունի դրա հանդեպ աչք փակել եւ մենք պետք է վերաբերմունք արտահայտենք հեծը բնակչությանը մատակարարվող էներգիայի որակը բարելավելու համար իր ներդրումային պարտավորությունները բավականին, եթե կոպիտ չասեմ, շատ թերի է կատարել։ Այս պատճառով բովանդակային քննարկման ժամանակ կարծիք կարտահայտեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Հայկ Կոնջերյան, համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխեցին, բացահայտեցին մի այլանդակ եւ ահասարսուր ահաբեկչության փորձ, որի կազմակերպիչն ու պարագլուխը
անդիմության քաղաքական հոգեհանգիստը մի քանի անգամ կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակից Կտրիչ Ներսիսյանի օրհնությունը ստացած Բագրատ Գալստանյանն էր։ Շատերը այս օրերին համեմատականն են անցկացնում հոկտեմբերի 27-ի եւ այս ահաբեկչության փորձի հետ։ Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում Աստված մի արասցե։ Սա մի քանի անգամ բազմապատիկ ավելի ահասարսուր ահաբեկչություններ լինելու, քան թե հոկտեմբերի 27-ինը։ Ինչու՞։ Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող եւ ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը։ Այն ինչ որ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ Հայաստանի ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները։ Միայն օտար նվաճողներն են արել։ Իսկ ինչ էր ինքը պատրաստվում անել ըստ հրապարակված ձայնագրությունների։ Նրանք պատրաստվում էին հրկիզել ավտոբուսներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք, սիրելի հայրենակիցներ, ձեր հարազատները։ Ես նաև խմբակցության անունից եմ գրել, խնդրում եմ միացնել։ Նրանք պատրաստվում էին ստեղծել շղթայական ավտովթարներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք եւ ձեր հարազատները։ Նրանք պատրաստվում էին երկրում ստեղծել համատարած քաոս եւ այդ քաոսի պայմաններում պատերի տակ գյուլել մարդկանց եւ դուք կամ ձեր հարազատները հանկարծ կարող էիք հայտնվել սխալ պատերի տակ, պատահաբար, եւ ձեզ էլ կարող էին գյուլել։ Կամ մեռնել կամ մերցնել, ինչպես որ ասում է Բագրատ Գալստանյանը։ Ես նորից եմ ասում, այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հարույթը։ Եվ դա պատահական էլ չի, որովհետև այդ հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց, հարգելի ընդդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Բագրատ Գալստանյանը ձեզ նկատի ունի, թե չունի։ Միայն հայ ժողովրդին խորը անասուն ազգ համարող մարդը եւ խումբը կարող է ծրագրել Հայաստանում քաղաքում ավտոբուսներ հրկիզելով, ստեղծել քաոս եւ այդ քաոսի վրա հասնել սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին։ Այն բանը գահերի խաղի մեջ Little Finger-ը, որ ասում է քաոսը սանդուղք է, որի վրայով կարելի է բարձրանալ եւ տիրանալ իշխանությանը։ Հիմա ձեզ համար քաոսը սանդուղք է, սիրելի հարգելի գործընկերներ, որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդամենը տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ, Տիկին Գրիգորյան, եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդից վերադառնում, ժողովրդին վերադառնում։ Բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մերցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել կամ մերցնել, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս դաշնակցական ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ Ինչյան, Մարգարյան, ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ՞։ Դա լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը։ Չէր ասել տես բան, պարոն Մինասյան։ Չէ ասել տես բան։ Պարոն Մինասյան, հարց եմ տալիս, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել եւ մերցնել։ Դուք արդարացնում եք տերորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել է եւ պաշտպանել է տերորիզմը։ Դուք պաշտպանել եւ արդարացրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տերորիստական ակտը, որը բարեբախտաբար բացահայտվել է եւ այդ մասին դեռ առիթներ կունենանք էլի խոսել։ Շնորհակալություն Հայաստան պատգամավորական խմբակցության անունից Աղվան Վարդանյանը ելույթ կունենա։ Համեցեք պարոն Վարդանյան։ Դալիճում լրություն։ Քար լրություն։
Շնորհակալ եմ։ Քաղաքակիրթ արձագանք։ Սուրբ Էջմիածին մայրաթոր զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Նա դուք դա էլ արեցիք։ Անհավատ եք զուրկ հայկականությունից։ Հայ մարդը ամեն օր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրանել եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու։ Արքեպիսկոպոս Բագրատ եւ Միքայել Սրբազանները ԱԱՑ-ը նկուղում են։ Սա մենք վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել քպն հավաքաբար եւ իր ոժդը։ Սա չեք մարսելու։ Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։ Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։ Նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող։ Նա բարեգործ է, դուք չարի սպասավոր։ Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, մուշ Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է, դուք անհայտ ծագումով ու խոստումնազանց։ Լավ, ասեմ ձեզանից ոմանք։ Նա չի կոտրվելու։ Դուք եք կոտրվելու։ Լրություն դալիճում։ Նա եկեղեցու հոգևորի մշակույթի հայ ինքնության պաշտպանն է, դուք ոչնչաբան։ Նրա կրեդոն ամեն ինչ հայրենիքի համար, ձերը ամեն ինչ հայրենիքի դեմ։ Պարոն Վարդանյան, ավարտեք։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ, պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը, ամոթի այս խարանը ջնջելու ենք։ Պիղծ, նենք, վախկոտ, երախտամոռ մարդիկ մեր Հայաստանում ապագա չունեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, լրություն դալիճում։ Մենք պետքա շնորհակալ լինենք, որ սենց ելույթներ շատ լինեն։ Լրություն։ Շնորհակալություն։ Ավարտվեցին